Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ես այսօր ուզում եմ մի փոքր խոսել Mira ֆիրմայի մասին, որը շուրջ 27 տարի ամբողջ SNG-ի տարածքում և SNG-ի տարածքից դուրս իր ունիկալ բրենդը ռեալիզացիա անում դիստրիբյուտորների միջոցով, հիմնականում դիստրիբյուտորների միջոցով։ Mira ֆիրմայում կարելի է հետապնդել երկու ձևի եկամուտ, հատավաճառից վաճառք, երբ որ դուք ձեր սեփական կազմակերպությունն եք ստեղծում, հիմա հարց կտանք, ասեն, այդ ինչ սեփական կազմակերպություն է, դուք ձեր հրավերներով երբ որ մարդկանց եք հրավիրում ձեր անվան տակ, դուք կամաց ստեղծում եք ձեր կոմանդան, խումբը, հետագայում այդ խումբը վերածվում է ցանցի, ռուսերեն կոչվում է ստրուկտուրա, և կատարելով ստաբիլ աշխատանք ձեր անձնական գնումներով և ձեր կոմանդայի աշխատանքով դուք ստանում եք ցանցային մակարդինգի հիման վրա տոկոսադրույթներ, նայած ինչ տոկոսադրույթի գրաֆայում եք դուք այդ դեպքում գտնվում, կա 3, 5, 9, 12, 15, 18 տոկոսանոց, 24 տոկոսանոց խմբեր, որտեղ այդ գրաֆիկները կան ու կարելի է այդտեղ հետապնդել երկրորդ տեսակետի, երկրորդ ձևի եկամուտ, աշխատավարձ։ Միտեղ ասում են բոնուսային աշխատավարձ, միտեղ ասում են աշխատավարձ, միտեղ ասում են սկիդկա, զեղչ։ Հիմնականում դա աշխատանքի մի տեսակ է, որը շատ աղջիկներ և կանայք կարան դա հետևողական ավելացնել ու բացի իրանց վաճառքներից ունենան ստաբիլ երկրորդ աշխատավարձ։ Հիմա ես ձեզ կուզենամ ցուցադրել իմ կայքը իմիջիալոց մի քանի օր է, որ փոխվել է, դեռ կայքում գնում են տեխնիկական աշխատանքներ, բայց ես ուզում եմ մի երկու բան ձեզ ցուցադրել, որ այն ովքեր լուրջ են տրամադրված մեր ֆիրմայի նկատմամբ կամ հետագայում կմիանան մեզ, ողջունում եմ բոլոր նորեկներին, ովքեր հետաքրքրված կլինեն, համեցեք, ունիկալ ֆիրմա է, մեր հետ համագործակցեք, կարծում եմ դուք այս ֆիրմայում գտնեք ձեզ հետաքրքրող այն պրոդուկտները, որ առօրյա օգտագործում եք ձեր համար, կարաք օգտագործեք և ձեր տան անդամների հետ միասին։ Այս կայքում իմ անունը Արմեն է, տեսեք ստեղ ռուսերենով նշած է, ես կլիկ եմ անում, մտնում եմ իմ կայք, ստեղ գրում է իմ ցանկացած դիստրիբյուտորի ռուսերենով եմ ես գրանցվել, Կերյան Արմեն Վազգենովիչ։ Սա իմ ռեգիստրացիոն համարն է, հարգելիներս։ Ցանկացած դիստրիբյուտոր, երբ որ անվճար գրանցվում է, նրան տրվում է նման համարանիշ ինդիվիդուալ և դուք ունենում եք ձեր անձնական կաբինետը։ Անձնական կաբինետը դա հնարավորություն է տալիս, դուք ամբողջ պրոդուկցիան ուսումնասիրեք, իր հատկությունները սովորեք և փոխանցեք ձեր հաճախորդներին։ Ինչքան բան իմաստ դուք կլինեք, այնքան ձեզ մոտ, երբ որ դուք ներկայացնում եք պրոդուկտը, ավելի հստակ վաճառքներ կանեք։ Վաճառքների մասին կարելի է հետո խոսել, բայց ես ուզում էի ցույց տալ, ոնց կարելի է կայքից օգտվել։ Ոնց որ տեսակ ես իմեջում եմ, այստեղ սխմում ենք մատերիալի ռուսերենով, ստեկակոդ պրոդուկտը, ռուսերեն արտիկուլա գրած, նազվանիա անվանում, ստեղ կա երկու գին, ցենա որ գրած է, էսի ցենա կատալոգի արժեքն է, վաշը ցենա, էդի դիստրիբյուտորի գինն է, իդեպ ասեմ, ամբողջ Հայաստանի տարածքում մենք աշխատում ենք 8 գործակիցով, ինչ է նշանակում դա, տեսած ձեր կատալոգի գինը բազմապատկած 8 գործակիցով ստանում եք դրամ, դա ձեր վաճառքի գինն է,
իսկ ռուբլին որ գնով դուք ձեռք եք բերում, դա ձեր ձեռքբերման գինն է անգամ 8 գործակիցով։ Սրա մասին մենք արդեն ոնց որ ամփոփեցինք։ Հիմա ես ձեզ առաջարկեմ ոնց մարդուն գրանցել։ Ասենք ես ունեմ մարդկանց հետ խոսել եմ, պայմանավորվել եմ եւ ունեմ իմ հետաքրքրվող մի աղջիկ, մի կին, որը ուզում է գրանցվի համագործակցի մեզ հետ։ Սխնում եմ մոյ բիզնես, ստեղ կա ռեգիստրացիա բաժինը, սխմեցի, ոնց որ տեսնում եք, գրածա իմ ռեգիստրացիոն համարը, որ մի քիչ առանց ձեզ ցուցադրում է, աղջիկ ջան։ Ստեղ սիստեման, պնդում եմ, հասկանում է ռուսերեն և լատիներեն։ Նու լատիներեն, անգլերեն, նույն տառերն են, որտեղ որ աստղանիշը գրած, ֆամիլիա, պարտադիր նշում եք, ռուսերեն կամ լատիներեն, անուն, հայրենունը կարելի է գրել կամ չգրել, միջազգային ֆորմատով մենք Հայաստանում ենք գտնվում 374 եւ այլն, էլեկտրոնային փոստի լոգինը, ծննդյան օր ամիս տարեթիվ, այստեղ ցուցադրում է, չէ՞, եւ դե հիմնականում կանայք են գրանցում, հիմնականում Женский пол եւ երբ որ կրկին անգամ ստուգելով որ ամբողջ ինֆորմացիան ճշգրիտ է գրել, հատկապես մեջբերում եմ անում էլեկտրոնային փոստի լոգինը խնդրում եմ 2-3 անգամ ստուգեք, որտեղ մի նիշ, մի տառասխալ ձեր մեյլին ինֆորմացիա չի գալի, որ դուք գրանցվել եք։ Անպայման այս կվադրատիկների մեջ դնում ենք տիշկա եւ я даю согласие на обработку, դուք պայմանի հետ համաձայնեք ու սխմում եք зарегистрироваться այստեղ։ Այդ դեպքում, երբ որ դուք նորեկին գրանցում եք, ձեր մեյլին գալիս է ինֆորմացիա, որ դուք նորեկին գրանցեցիք, եւ իրանա գնում իր մեյլին եւ SMS-ին, որ համարը ինքը տվել է, որ ինքը ունի այս ռեգիստրացիոն համարի տակ գրանցում, որի համար շնորհավորում են։ Առաջին մի քանի օրը դուք իրան պետք է մոտիվացնեք, ինֆորմացիա տակ ոնց եք աշխատում, ինչ եք անում, պրոդուկցիան որտեղ են եւ այլն։ Այսինքն հրավիրողի ֆունկցիան մենակ գրանցելը չի։ Նա պետք է ճիշտ ոնց որ առաջին անհրաժեշտության ինֆորմացիան մատուցի։ Ինչքան հետևողական ելնեք աղջիկ ջան, այնքան ձեր խումբը ավելի հստակ ու ստաբիլ կաշխատի, հավատացեք։ Ես այսօր ուզեցա ցույց տամ այս կամը, բավականին շատ բան կա խոսալու, բայց ձեզ չեմ ուզում ծանրաբեռնեմ, բայց գրանցումը բոլորդ ինքնություն կարաք ձեր կայքում անել, անգամ հեռախոսների մեջ։ Շատերը գիտեն, որ տանը կամ կոմպյուտեր չունեն, կամ տանը քիչ ժամանակ են ունենում, հեռախոսով նաև հնարավոր է։ Մարդկանց տեղեկացրեք մեր ունիկալ պրոդուկցիայի մասին, գրանցեք ձեր հրավերքով եւ ստեղծեք ձեր սեփական գրուպան հետագայում ստրուկտուրա ցանց։ Բոլորիդ հաջողություն եմ ցանկանում թե առևտրի մեջ, թե ցանց կառուցելու մեջ, մենք միասին ուժեղ ենք։ Հարգանքներով Միրա ներկայացուցիչ Հայաստանում Արմեն Քերյան։ Ստեսություն ձեզ։